Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ ուզում հայտնել, ես էլ իմ տեսակետը ասեմ, բարձրացված հարցերի շուրջ, երևի չկա տենց բարձրացված կամ հարց կամ մոտեցում, որ ընդունելի կամ առնվազն գոնե քննարկելի չլինի, բայց ուզում եմ մի քանի հարցերի վրա կենտրոնանալ, նախ առաջինը աշխատանքային խմբի մասով, ես ոչ միայն համակարծիք եմ, ես կարծում եմ, սա միսուարում պետք է ստանա հենց իրական հողի վրա ստեղծելով այդպիսի հնարավորությունը։ Ասեմ ավելին, մենք Հայաստան խմբակցությունը եւ Հայաստան դաշինքը եւ մասնավորապես Հայահեղափոխական դաշնակցությունը ընտրությունների այս մարաթոնից առաջ է հայտարարել, որ առնվազն ընդդիմադիր դաշտում գործողների համար հարկավոր է ստեղծել միասնական ճակատ։ Ես հասկանում եմ, որ տարաձայնությունները չափազանց շատ են ընդդիմադիր նաև դաշտում, գաղափարական, ծրագրային եւ այլ մոտեցումներով, բայց գոնե մեկ կարևոր հարցում ժողովրդի կամքը արտահայտելու, ազատ արտահայտելու հարցում հնարավոր է գոնե միավորում տեղի ունենա ճակատի տեսքով, ընդ որում խոսք չի գնում ընտրական քարոզարշավի մասին, չգիտեմ, միասնական բեմ դուրս գալու մասին, ոչ ամենևին, ընդամենը մեխանիզմի մասին, ինչպես անել, որպեսզի նախ ժողովրդին իսկապես ապահովել, որ մեծ մասնակցություն ունենա, եւ երկրորդ ժողովրդի քվեին տեր լինել։ Սա այն նվազագույն հարթակն է, հնարավորությունն է, որ գոնե կմիավորեր բոլորին։ Ցավոք այս պայծրությամբ դեռևս ամբողջական լիարժեք պատասխան մենք չունենք։ Եվ սա կարծում եմ նաև հնարավորություն է, այս քննարկումն էլ նաև նորից եւս մեկ անգամ այս հարցը օրակարգ բերել եւ պարոն Աղազարյանը նշեց կարևոր հնարավոր հետագա համագործակցության եւ օրակարգի մասին, մենք շատ ենք խոսել այս առումով, մեծ հաշվով մենք այս ճանապարհով էլ գնում ենք։ Ստեմ երկու նուրբ դետալներ կան, որոնք իրականում այդքան էլ նուրբ չեն, որքան որ էության մեջ պահանջում են շատ ավելի հստակ քայլեր։ Խոսքն ինչի մասին է։ Այո, ակնհայտ է, որ ընդդիմությունը, միասնական ընդդիմությունը այդ ընտրական արդյունքների հիման վրա ի վիճակի է հաղթելու այս չարիքին, այսօրվա իշխանությանը, բայց շատ կարևոր է նաև այդ վստահությունը, որ ընտրողը պետք է ունենա, այն ուժերը, որոնք որ չեն մասնակցի ընտրությանը, կամ կմասնակցեն այն վստահությամբ չեն լինի, որ կհաղթահարեն 4%-ը եւ կարող են մինչեւ հունիսի 7-ը, պարոն Աղազարյան, հանել իրենց տեխնացությունները, նրանք պետք է ունենան որոշակի երաշխիքներ, ինչի մասին պարոն Աղազարյանը հրապարակային է նաև ասել, եւ այստեղ մենք տարակարծություն չունենք։ Այստեղ կա ուրիշ բան, ժամկետների մասին, խոսք, որ նաև ընտրողին մենք չենք կարող ժամկետների մասով թյուրիմացության մեջ գցել։ Խոսել 4 ամսվա մասին, 6 ամսվա մասին, 8 ամսվա մասին ես առաջարկում եմ չգնալ այդպիսի գայթակղությանը, որովհետև իրականում եւ Աստծո օգնությամբ, եթե երբ որ հունիսի 7-ի արդյունքները կարձանագրեն, որ ընդդիմությունը հաղթել է, հավատացնում եմ ձեզ, որ շատ մեծ աշխատանք է լինելու հենց այդ շրջանում, մինչեւ նոր ընտրական ցիկլին հասնելը, արտահերթ ընտրական ցիկլին հասնելը, որտեղ ինստիտուտները, ինչպես նաև մեր գործընկերները ներկայացրեցին, թե Նժանիրից, թե պարոն Ասլանյանը, թե պարոն Գալստյանը, Կայքը Դորունց, նաև Վարդանը, իսկ պարոն Իշխանյանի առաջարկներին առանձին կանդրադառնում անպայման, այդ ինստիտուտները պետք է հնարավորություն ունենան շնչելու։ Պատկերացնում եք, ասենք այսօր գլխավոր դատախազը, որ ընտրվել է 3/5-ով, ի վերջո սահմանադրական ժամկետով, նրա նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը պահանջում է բավականին երկար եւ քրտնաջան աշխատանք։ Ես հեռու եմ այն մտքից, որ հենց իշխանությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանը, այս ինստիտուտները բոլորը միանգամից կլուծարվեն։ Մի քիչ չեմ հավատում այս երազանքին,
առաջին գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի իշխանազրկումն է, բայց դրանից հետո այս ինստիտուտների առողջացումը ոտքի անել պահանջում է ժամանակ։ Այո, եւ այդ շրջանում անհրաժեշտ է լինելու շատ լուրջ եւ հիմնարար սահմանադրական փոփոխությունների, բայց ես հենց ստեից անցնեմ երկրորդ կարևոր հարցին, սահմանադրական փոփոխությունների հարցը։ Պարոն Գալստյանի հետ այստեղ լիարժեք համաձայն եմ, որ առաջնահերթը դուրս գալ այս վիճակից, հետո նոր մտածել սահմանադրական փոփոխությունների մասին։ Բոլորս հասկանում ենք, որ այսօր սահմանադրությունը գիշեր-ցերեկ ոտնատակ է տրվում։ Բազմաթիվ սահմանադրական ինստիտուտներ ուղղակի առհամարվում են, եւ դրա մեղքը մեծ հաշվով սահմանադրության փրկչակված իրավունքը չէ, այլ այն ինստիտուտների բացակայությունն է, որ պետք է զսպեին դրա ձեռքը չկատարելու այդ գործողությունները։ Տեսեք, պարզ օրինակ, կառավարության անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը հիմք է, որպեսզի նրա լիազորությունները առնվազն կասեցվի։ Կլինի վարչապետ, փոխվարչապետ, կառավարության որևէ անդամ։ Այդպիսի քրեական վարույթ նախաձեռնելու կամ քրեական հետապնդում հարուցելու լիազորությունը պատկանում է քննչական մարմիններին եւ գլխավոր դատախազին։ Հիմա քննչական մարմինները, որպես քրեական վարույթ հարուցեն, պետք է համարձակություն ունենան, բայց այդ քննչական մարմինները ում ենթակայության են, ինչպես են ստեղծվել։ Ստեղծվում են կառավարության որոշմամբ։ Մեկը մրցութային կարգով իհարկե, մյուսը ուղղակի կառավարության որոշմամբ։ Նրանք մասնակցում են կառավարության նիստերին, այսինքն իրենք անկախ չեն։ Կամ գլխավոր դատախազը, սահմանադրությունը ասում է, չէ, որ գլխավոր դատախազը պետք է ընտրվի պարլամենտի 3/5-ով, ընդ որում սահմանադրական այս նորմային ժամանակվա նպատակը նա էր, որ չի կարող մի ուժ 3/5 եւ ավելի ձայն ուներ, էլի։ Շատ քիչ է հավանականությունը, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն քիչ չի, այլ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց սահմանադրական այս կարևորագույն արգելքը, ինչպես նաև այն կարևորագույն արգելքը, որ սահմանադրության փոփոխությունները 2/3 էր պահանջում, նա հաղթահարեց մանիպուլյացիայով, ստով, կեղծիկով, ամեն ինչով ուզում եք հիմա կարող ենք ասենք սպառնալիքներով, ժողովրդին սպառնալով կամ Հայաստանը վարչապետի ես կլինեմ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա էլ հայտարարում է, որ կամ ինքը կշարունակի կամ Հայաստան չի լինի ըստ էության, այն ինչի մասին խոսվեց ևս մեկ անգամ։ Եվ հետեւաբար այս ինստիտուտներին անդրադառնալու տեսակետից շատ կարևոր է արձանագրել նախ, որ սահմանադրությունը տոտալ ոտնահարվում է, սահմանադրական կարգը տապալվել է, եւ սա հստակ քրեական հանցագործություն է, ու սրա պատասխանատվությունը պետք է նաեւ վրա հասնի։ Ինստիտուտների փոփոխության մասով նախագահի ինստիտուտի, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, դատական համակարգի, դեպ ասեմ, դատականին կարճ անդրադառնամ, իրականում Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության կազմավորման ձևը լավ ձև է, չեմ ասում լավագույնն է, մեր եղածների միջի լավագույնն է, մեր սահմանադրական կարգավորումների միջից եղած լավագույնն է։ Ուզում եմ հիշեցնել 95 թվականին, 2005 թվականի սահմանադրության կարգավորումներով այնուամենայնիվ ազդեցությունը գործադիրի շատ մեծ էր։ Հիմա սահմանադրության մակարդակով ստեղծված է հնարավորություն, որ ինքը լինի հնարավորինս անկախ։ Բարձրագույն դատական խորհուրդը, որ երաշխավորն է դատական իշխանության, 10 անձից է կազմված։ 10-ին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, 10-ին պարլամենտը։ Բայց իրականում այստեղ էլ է խեղաթյուրվել ամեն ինչ։ Ինչու, որովհետև իրականացնելով մեծամասնության 3/5 հաղթահարելով ԿՊ-ն ոչ միայն այս 5-ին կարողացավ պարլամենտի կողմից ընտրվածը իրանով անել, նաև անընդհատ դատավորներ նշանակելով փոխեց նաև դատավորների ընդհանուր ժողովում հարաբերակցությունը։
Հետևանքը այն է, որ այսօր բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության համարվում է գործադիր իշխանության կրծորդ բառներ չասեմ, բայց դակիչներից մեկը։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այո, երբ որ SMS-ով մարդուն ազատում է գործից, նույնը վերաբերում է մեր մինիստրի ինստիտուտներն, հետեւաբար, իդեպ չեմ ուզում հանկարծ քարոզ չընկալեք, բայց մեր նախընտրական ծրագրում կա սրանց անդրադարձ, հետևում նաև նախագահի ինստիտուտին, հետևում նաև ուղղակի ընտրությամբ, էլի պարլամենտական որպես կառավարման երկիր, բայց այն ֆորս մաժորային իրավիճակներում ուղիղ ընտրված նախագահին մանդատ տալ, որպեսզի ինքը կարողանա այդ ճգնաժամային վիճակներում վճռական դերակատարություն ունենալ, բայց պարլամենտական կառավարման համակարգի մասին է նորից խոսքը գնում։ Այդպիսի օրինակներ եվրոպական երկրներում կա։ Նաև ընդդիմադիր հատվածի ակտիվ ներգրավվածության մասով, պարոն Իշխանյան եւ պարոն Աղազարյան, մենք էլ ունենք առաջարկություն, որ այն դեպքում, եթե անգամ կա ուժ կամ կոալիցիա կամ դաշինք, որը հաղթահարում է սահմանադրական այս մեծամասնությունը, անպայման ընդդիմության ներգրավվածությունը, ընդդիմության ձայնը պետք է լինի այս ինստիտուտների որոշման ժամանակ։ Եթե չի հաղթահարում, չկա այդպիսի 3/5, նշանակում է, եթե ընտրվում է, ապա ընտրվում է ակնհայտորեն պարլամենտական ուժերի քվեարկության հիման վրա։ Դա վերաբերում է թե ԲԴԽ-ին, թե Սահմանադրական դատարանին, թե գլխավոր դատախազին, թե նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, պարտադիր չէ, որ հանձնաժողովը ֆիլտրացնի, սա էլ է մի այլ պրոբլեմ։ Իսկ ինչու, եթե թեկնածուներ են առաջադրվում, ինչու է թեկնածուները մի անգամ լիագումար նիստում չներկայանան։ Չէ, առաջադրողները ովքեր են։ Եթե պատասխանատուները քաղաքական ուժերն են կամ կա քաղաքացիական նախաձեռնություն, որ անհրաժեշտ թվով ստորագրություններով ներկայացնում է թեկնածուին, այդ թեկնածուն միանգամից լիագումար նիստում պետք է հանդես գա, ներկայացնի իր ծրագրերը, իր մոտեցումները եւ նաեւ ժողովուրդը տեսնի, թե պարլամենտը ոնց է քվեարկում։ Իրենց ներկայացուցիչները ոնց են քվեարկում այդ հրապարակային ներկայացման մոտեցումներին։ Իհարկե էլի ինստիտուտների մասով բաներ կա, ներառյալ ներկայացվածության տեսակետից։ Տեսեք, թվում է, թե 4% կուսակցությունների համար հաղթահարման համար շեմը բավական իջել է, բայց դրա փոխարեն դաշինքներինը այնպես է բարձրացել, որ նույն համագործակցությունը նախընտրական շրջանում դաշինքների ձևով դարձել է խիստ դժվարին կամ գրեթե անհնարին։ Ասենք այս պայդրությամբ գոնե փաստորեն մենակ Հայաստան դաշինքն է, որ դաշինքով է գնում։ Ես որքան հասկացա, երեք իրենց համագումարը, իրանց կուսակցության համագումարն է, չէ՞ եղել։ Ես որքան հասկացա, երեք կուսակցական ցանկ են հաստատել։ Ինչպես։ Չէ, Բարգավաճ Հայաստանն էլ որքան հասկացա, կուսակցությունով է գնում ընտրության։ Մեր որոշումն արդեն կայացված է, այնպես որ մեզ մնում է հուսալ, որ այս միջև ընտրությունները հնարավորություն կունենանք նաև այստեղ հնչած շատ մտքերի հիման վրա ձևավորենք այդպիսի ճակատ։ Դա չափազանց կարևոր է։